Բարոնց, ասենք 5 րոպեա քեզ ենք սպասում։ Ինչին։ Այ որ ասում եմ ինչին։ Այդ աղջիկը եկավ ձեռքդ բռնեց։ Համարյա եկել մտել էր քիթը։ Ոգևորող խոսքեր էլ ասեց։ Մնում էր ամուսնության առաջարկել անել։ Արամո, ինչ ես ուզում։ Մեր սերժանտներից մեկը սիրարվել է շտաբի նունիկին եւ վաշտո շտաբի դեմով անցնում ենք, սկսում ենք նունանունե երգը երգել։ Ասա որ վերջում պատճվել է։ Չէ, շտաբի պետը 3 օր հակագազով վազացնում էր սերժանտին։ Ինչի։ Նունիկը շտաբի պետի մերն էր։ Աթոյան կամ ոգևորող բան ասա կամ սուս մնա, էլի։ Պետք է մի բան մտածել։ Ժամանակն է որ սեր խոստովանես։ Թե լավ։ Սուս։ Այս ոնց անենք։ Մտածեցի։ Ինչ։ Գնանք մեր բակը կասում։ Էս ինչ է։ Էս խալիով պապս ջայլ ժամանակ փախցրել է տատուս։ Հիմա նայեք ինչ ենք անում։ Սպասում ենք մինչև փաբից դուրս գա, փաթաթում ենք խալու մեջ ու լավ միտք չի։ 1 2 3 Գոնե դու մի բան ասի։ Ես մտածեցի։
Բարև Լիլիթ։ Բարև, պապ։ Պաստորեն էստեղ ես աշխատում։ Իսկ տնօրենդ գիտի, որ դու անչափահաս ես։ Ինչ ես ուզում։ Իմանամ ինչով ես զբաղված։ Որտեղ ես աշխատում։ Այդ ինչ ես անում, որ գիշերները տուն չես գալիս։ Պապ, խանգարում ես, աշխատանքի եմ։ Բոլոր հաճախորդների հետ ես էսպես խոսում։ Ես հիմա հաճախորդ եմ։ Իվան լտշու խմեմ։ Դու այնքան գրավիչ ես, հուզիչ ու համոզիչ ես, քո ժպիտն ինձ միշտ քիչ է, իմ Բեատրիչը, քո համար դժոխք իջնեմ, չի լինի ոչ մի խոչընդոտ մեր միջև, և այսպես մինչև։ Մեր հանդիպման առաջին օրից, գլուխներս պտտված քամորորից, դու գրկել էիր ինձ ձեռքերը տաք էին, հալացրած պղինձ, ես քեզ խոստացա դրախտի դարպասներ, վերևից հավերժով ոտքերիդ տակ ամպեր, հրեշտակները երգում էին դիֆերամներ, նրա մասին, որ սերը ծով է ու չունի ափեր, շնչելու համար հերիքը, օծանելիքը, ամենված քո ապակյա մաշկի հոտով, որ բուժվի արհավիրքը, վերադառնամ կարոտով, քո պատերազմում կմնամ կամավոր, կայսրուհի կամակոր, վերադառնամ վիրավոր, ինձ կբուժի քո ժպիտը քաղցր լիքյոր, և այսպես նոր, բացվող ամեն օրից, ես սիրում եմ նորից քեզ։ Դուք եք մեղավոր։ Ինչի՞ց ես լսեցի։ Հիմա բեցին երևի ատում է ինձ։ Ոնց եմ հիմա ապրելու առանց սիրո։ Առանց սիրո կապրեմ, առանց սիրո կմեծանամ, առանց սիրո կծերանամ։ Առանց սիրո էլ կմեռնես։ Չնայած, մի օր երևի հարուստ կնոջ հետ կամուսնանամ ու կդառնամ հայտնի երգիչ։ Բայց միշտ բեցի մասին կերգեմ։ Ձեզ պրոդյուսեր պետք չի։ Պետք է։ Ուրեմն վաղը կեսօրին կգաք իմ ստուդիա։ Լիլիթը տեղի գիտի։ Ես հիմա բեցին ոչ մի բան չեմ կարող խնդրեմ։ Բեցին ինչ կապ ունի։ Լիլիթը Բետի անունն է։ Հա։ Ես գնում եմ։ Կանգնի ուր ես գնում։ Ես կգնամ կխնդրեմ։ Աթոյան արի։ Ես կմնամ Վարունցի հետ։ Քայլի Աթոյան։ Բրավ, ուշադիր եղել է Վարունցին։ Ոնց ես Բետի։ Ուրա։ Ռաֆա, դրսում։ Արամո, ուրա։ Այն պրոդյուսերը։ Արամո։ Դրսում։ Ասա թող ներս գա։
Բարոնց։ Բարոնց։ Ռավ սենց ես ուշադիր լինում։ Իհարկե շնորհակալություն անակնկալի համար։ Շատ լավ երգ էր։ Բայց մենակ դու չեք արել աշխարհի ամենաանհարմար պահին անել այդ անակնկալը։ Պապան ասաց, որ վաղը երեկոյան կարան գնանք իր ստուդիա։ Ո՞վ։ Տխուր ես։ Չէ։ Իրականում ուրախ եմ ձեր համար։ Ճիշտ է, ես գիտեմ, թե ինքը ինչի է այս ամեն ինչը արել, բայց կարևորը դուք կհայտնվեք լավ պրոդյուսերի ձեռքերում։ Մինչև Ամերիկա գնալ ինքը այստեղ ահագին լավ երգիչներ է ունեցել։ Նենց որ իմ պապան է։ Ես մի բան կմտածեմ։ Կուզես չեղարկենք։ Հա, լուրջ։ Ես տղերքին ամեն ինչ կբացատրեմ։ Չեմ ուզենա, որ մեր հայտնի ու հաջողակ երգիչ դառնալու միակ շանսը քեզ անհանգստություն պատճառի։ Ճիշտ է, ես քո պատմածներից ենթադրում եմ, որ քո պապայի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ես կդառնամ սիրված, ճանաչված, պահանջված ու հայտնի երգիչ, որ երկրպագուհիներս շորերը կճղեն իմ համար, բայց ես միայն մեկին կսիրեմ։ Ու միշտ ինձ համեստ ու հասարակ կպահեմ։ Ինչ է ասում։ Հա, եթե այդ ամեն ինչը քեզ նեղություն է տալու, կարանք հենց հիմա չեղարկենք։ Կուզես։ Հա, արի չեղարկենք։ Լուրջ։ Էգոիստ։ Բայց խեմ, ես էգոիստ դու առաջարկեցիր։ Ես ուրիշ բաներ էլ եմ առաջարկում, ինչի տենց կտրուկ չես համաձայնվում։ Չես առաջարկում, հաչում ես։ Ինչ։ Եթե շորս հնարավոր չլինի փրկել, քո փրկությունն էլ կասկածի տակ կհայտնվի։ Այսօր մեր խմբի համար շատ կարևոր օր է։ Եթե ամեն ինչ լավ անցավ, օրվա վերջում հաստատ կասեմ։ Շորս փրկվեց, դու էլ փրկվեցիր։ Ո՞նց փրկվեց։ Դե կարճացավ։ Հետ ինչ է եղել։ Նոր վիրուս է, կոչվում է անկապ մի խոսա գլխի ծանր բան չի կպնի։ Քեզ էլ բարև Ռավչան։ Այս պապիտ կոստյումն է։ Հա, ինչի։ Ռավ միացարը վրա ինչ Ջեկի Չանի պրիոմներից արա էլի։ Էլի փչացավ։ Աթորանես ինչա վիճակը։ Այս կոստյումով պապս բանակից հետ է եկել ու տատուս առաջարկություն է արել։ Ասենք պապի բանակին։ Եկեք գնանք, հա ուշա։
Մի օր էս կոստյումը իմ համբավի շնորհիվ թանգանում կկախվի դուք նույն իմանաք։ Հատեն, խնդրում եմ ասա, որ պապու թումբանը չի ակդ։ Չէ տենց բաներ մի ասա, թե չէ պապու թումբանն էլ կհայտնվի թանգարանում։ Որտեղից ես գտել։ Պապ, Հա, լավ։ Պատրաստեք։ Միշտ։ Սկսեք։ Ստոպ։ Դուք ուրիշ նորմալ երգ չունեք։ Մենք ապրում ենք պահով, չես վախացնի մահով, լինի շոկ թե հով, վտանգ թե ապահով, ուրախ ենք նրանով, որ մեր կյանքը ազատ է, կյանքը մեր համար ադրենալին ու ազարտ է, մեր դեմքին կարդա, որ չենք նստում նույն տեղում, եղեղա մեր ուղեղում, մեր երկը մեզ ուղեկցում, չի կծում, Այս ուրիշ բան։ որ գտնի տարածում սրտերում, մեր վարսավիրը կամինա, արևը տաքացնող կամինա, մոլորակը նենց հիմինա, որ ամեն վարկյան պատրաստ է պայթինա, մեր վարսավիրը կամինա, նա, արևը տաքացնող կամինա, իսկ բոլորդ ծախսում եք ժամանակ, որ գտնեք ձեր տեղն էդ կամինի տակ, անհատակ ձեր համար կարևոր է, այսօր ինչ օր է, կամ քանիսն է ժամը, միշտ առնեք էս ժանը, իսկ բաց պատուհանից կամին փնչում է իմ դեմքին, կկոցած աչքերով նայում եմ քաղաքին, դե արի գնանք, ուր որ աչքդ կտրի, եթե հոգնել ես քայլես մեր հետ ու թռի, մեկա ուր է լինես, մահը քեզ կգտնի, լինես գետնի վրա դու, թե տակա գետնի, մեր վարսավիրը կամինա, արևը տաքացնող կամինա, մոլորակը նենց հիմինա, որ ամեն վարկյան պատրաստ է պայթինա, մեր վարսավիրը կամինա, նա, արևը տաքացնող կամինա, իսկ բոլորդ ծախսում եք ժամանակ, որ գտնեք ձեր տեղն էդ կամինի տակ, անհատակ պամ պարամ պամ, պամ պարամ պարարարարամ, պամ պարամ պամ, պամ պարամ պարարարարամ։ Լավ է։ Վաղը անձնագրերով կգաք, որ պայմանագիր կնքենք։ Դու են Արսեն Վարունցի թորն ես։ Վարունց, լավ կլինի սա։ Մեր վաշտում տղակար ազգանունը Բոզիկյան էր։ Մի ձև ապրում է, չէ՞ այդ տղեն։ Ճիշտ ասում։ Քշի։ Կոստյումը չօգնեց։
Վարունց։ Քիթդ մի կախի։ Մի բան կմտածի։ Սոված չես։ Չէ, մերսի։ Կոննա։ Հա։ Կլվանաս։ Արամո ջան, ո՞նց ես։ Լավ եմ, քերը։ Սոված ես։ Չէ, մերսի։ Դասերդ, գործերդ ո՞նց են։ Լավ են, քերը ջան։ Տուն նայեցիր։ Երկու տարբերակ ունեմ։ Սա ընդունվեմ աշխատանքի կտեղափոխվեմ։ Հա։ Տարած տաքսիկ ես, լավ էլ փող ա բերում։ Ես երաժիշտ եմ։ Երաժիշտ։ Երեխա ժամանակ ինձ քամանչայի ուղարկեցին։ Բայց բանկում չաշխատեի։ Երաժիշտ եմ։ Չէ, ես երաժիշտ։ Ձեզ վարունց ազգանուն ինչ-որ բան ասում, հա։ Սևանի ափին ես յարիս տեսա, սիրահարվեցա, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր։ Կխամենք կանյակ, հետո ելա պիվա, դե նստի գանանք, քաշում եմ նիվա, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր։ Այդ վարունցներ։ Գիշերում անտառ մի գնա, անտառում հազար տեսակելու գազան կա, հազար ասի անտառ մենակա մի գնա, Ֆանարով քեզ մանեկա, մեկա չգտա, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր, ուր ես իմ սեր։ Նայեք, ես այն մեծ շենքերից եմ որ սենց ունենում են, սենց սպիտակ սիրում մեծ ու անպայման կլոր պատուհաններով։ Իսկ դրսի կողմից բացի այդ սպիտակ գեղեցիկ է դրսի հատվածից ուզում եմ սենց սիրուն սենց տղամարդկանց արձաններ են, ում սենց կիմանաք եմ որ սենց շենքը պահում են։ Անպայման այդ արձաններով լինի, որ սենց ներքևից վերևա բար։ Պատասխանը հիմա կգամ։ Հա, բաց ախրետ արձան։ Բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Այդքան էլ չէ։ Լավ։ Եկել է երկու կողքերուց մնացել։ Սպիտակ կլոր սենց բացող փախող
պատոն մեկ էլ տանիքը անպայման շատ կարևոր է։ Տանիքը պետք է ներծելի, որ լինի։ Սեմանի ափին չես գրկեմ ամուր։ Նոր լինում է, որ պատեցնա։ Զոն դրանից լինի, որ Ես ձեզ հասկացա, դուք ձեր ցանկությունները գրեք մեջի սահմաններում ու փոխանցեք քարտուղարուց։ Լավ, ես հետո կկարդամ։ լավ, հա։ Արամո, ասեն հետը տա, ինչ էլ տուն ակտել։ Բան եմ ուղարկում, նայի։ Կյանքում մի անգամ լավ բան պետք է անեիր իմ համար, ապրես։ Ես քեզ նորից եմ կրկնում։ Ես չեմ պատրաստվում վարունցների հետ գործ ունենամ։ Ու քեզ էլ եմ արգելում։ Հեռու մնա դրանցից։ Կբացատրես։ Բացատրի ասեմ լավ, բայց քեզ շատ լուրջ պատճառներ է պետք բերել, որ ես իմ ընկերների հետ չշփվեմ։ Հավատա, ես այդ պատճառներն ունեմ։ Բայց դրանց մասին քեզ հիմա ոչինչ չեմ ասի։ Ինչ խորհրդավոր է իմ հայրը։ Հա։ Maestro, этот гитарист ура. Հա, ստեղ չի։ Վերևա գնաց։ Ինչ իմացար։ Կոլեգան ասեց։ Մի քիչ շատ չենք։ Չէ, հա, մենք վաշտում 80 հոգի էինք, լավ էլ յոլա էին գնում։ Ես գիտեմ որտեղ է։ Գնացինք։ Deme tu mano y vega conmigo. Deme tu mano y vega conmigo. Vamos al viaje para buscar los sonidos. Vaya al viaje para buscar los sonidos. Գնատունանուշ սարոն խելարելե ձերքիցաներկուշ դիմացը տել մեծ լերը մութ նկավանուշ ծորում դու մոլորվել ես տեսաժամն է ուշ զիով է կապրկեմ քեզ Գնացինք։ Առանց շուրջը նայելու միշտ ապում եք Դե ձեր նպատակը պետքա կատարեք Դե ձեր նպատակն ու դուք եք կարևորեք Բայց չեք տեսնում մեզ ոնց կարևոր եք Որոշ մի բանով օգնենք
Որոշ մի բանով օգնեք, որոշ մի բանով օգնեք, որոշ մի բանով օգնեք։ Մտածում եք ինչ ուտեք կամ վաղը ինչ հագնեք, ոնց օրը պլանավորեք, որ չհոգնեք, էգոիզմն ու կոնֆորմիզմը սատարում եք, դե մի բանով օգնեք։ Որոշ մի բանով օգնեք, որոշ մի բանով օգնեք, որոշ մի բանով օգնեք, որոշ մի բանով օգնեք։ Չեք զարգանա, քանի դեռ նույնն եք, քանի շարունակում եք ամեն բան քանդել, դրա համար էլ մենք երկում ենք ինքներդ ձեզ, որոշ մի բանով օգնեք։ Որոշ մի բանով օգնեք, 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 որոշ մի բանով օգնեք։ Ինչ ես ուզում։ Ասացիր գնա կամ սովորելու կամ գնա ոնց ուզում ես ապրի։ Գնացել եմ։ Ուզում եմ ապրեմ, ինչ ես խանգարում։ Ինչի՞ չես թողում։ Թող ապրեմ։ Թող ապրեմ։